Խաղացուն սիրելի քրիստոնյա Աստծուն սիրող մարդ, ժողովուրդ, եղեք օրհնված, սրտանց օրհնում եմ բոլորիդ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի անունով։ Պատվիսված եղեք, որպեսզի ես կարողանամ էլի շատ վիդեոներ նկարեմ ժողովուրդ ջան։ Այս YouTube-ով այդպես է։ Facebook-ով երբեք չեմ ասել պատվիսված եղեք ինձ։ Նայեք, մի հրաշալի մարգարեություն նրանց համար, ովքեր աղոթքի մարդիկ են, ովքեր ունեն մարգարեների ու առաքյալների հոգին եւ կանգնած են աղոթքով իրանց ժողովրդի, իրանց ազգի, իրանց ընտանիքի, կապ չունի, որ ոլորտում դու դրված ես որպես Աստծո մարդ եւ ծառայում ես Աստծուն, աղոթքով քեզ է վերաբերվում։ Տես, Ելից գիրք 17-րդ գլուխ 11 խոսքից կարդանք ժողովուրդ ջան։ Մեր մարգարեությունները, երազներն ու տեսիլքները նորից եմ ասում, պետք է համապատասխանա Աստվածաշնչին, որը գրված է Աստծո հոգով։ Եթե ոչ, մի քիչ կասկածելի է դրանք։ Ասում եւ լինում էր, որ երբ որ Մովսեսը իր ձեռքերը վեր բարձրացնում, Իսրայելներ հաղթում, եւ հենց որ իր ձեռքերը իջեցնում էր, ամաղեկներ հաղթում։ Եվ Մովսես ձեռքերը ծանրալանից մի քար առին եւ նրա տակ դրին եւ ինքը նրա վրա նստեց։ Եվ Ահարոն եւ Օվրը մեկը այս կողմից եւ մյուսը այն կողմից նրա ձեռքերը վեր բռնեցին եւ մյուս մինչեւ արեգակի մարմտները նրա ձեռքերը հաստատուլ մնաց եւ Հեսուն զարկեց սուրի բերանով ամաղեկին եւ նրա ժողովրդին։ Նայեք, երբ որ աղոթքի մարդը միշտ աղոթում է իր ժողովրդի, ազգի, ասում են որտեղ լինի ում համար, թեկուզ ընտանիքի, թեկուզ իմ համար, քո համար, եւ երբ որ աղոթողը հոգնում է, թուլանում է, տրտնջում է, կամ սայթակում է, մեղք է գործում, այն նրանց համար, ու որ ինքը աղոթք անում է եւ բարեխոսում է աղոթքով, նրանք նույնպես իրենց կյանքերի մեջ պարտություն են ապրում, հասկանում եք, որովհետև դու ես դրված որպես ներկայացուցիչ Աստծո մարդ աղոթելու տվյալ ժողովրդի համար։ Դրա համար մեզ պետք է, որ մենք զորավոր մնանք Սուրբ Հոգով, Քրիստոսով, իր խոսքով, եւ քարը Աստծո խոսքն էր, Աստծո Սուրբ Հոգու գիրքն է ներկայացնում։ Եվ լավ կլինի, որ ունենանք մեր աջ ու ցախ կողքից հավատարիմ մարդիկ, ովքեր կարողանան մեզ քաջալերեն եւ ոգեշնչեն, որ աղոթել եւ առաջ եթալ ժողովուրդ ջան։ Այս է մարգարեությունը, աղթող լինենք։